Էջմիածի Մայր տաճարը, որը հայտնի է նաև որպես Էջմիածին, պարզապես եկեղեցի չէ, դա Հայաստանի հոգևոր տիտղ է և աշխարհի հնագույն քրիստոնեական հուշարձաններից մեկը։ Այն գտնվում է Վաղաշաբաթ քաղաքում և մեծ տեղ է գրավում ինչպես քրիստոնեական, այնպես էլ ճարտարապետական պատմության մեջ։ Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից կառուցված 301 թվականին տաճարը նշանավորում է բեկումնային պահը համաշխարհային պատմության մեջ, երբ Հայաստանը դարձավ առաջին ժողովուրդը, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Պատկերացրեք ավելի քան 1700 տարի առաջ, երբ քրիստոնեացի հասկացությունը դեռ սահմանային վիճակում էր, Հայաստանը համարձակորեն ընդունեց հավատքը։ Ասում է, որ Սուրբ Գրիգորը տեսել է, թե ինչպես է Քրիստոսը իջնում երկնքից և իր աստվածային մուրճով հարվածում գետնին։ Այդ իսկ պատճառով տաճարը հաճախ կոչվում է այն վայրը, որտեղ դրախտը հանդիպում է երկրին։ Դրա դասավորվածությունը շատ պարզ է, բայց նաև խորապես խորհրդանշական։ Այն իր մեջ պարունակում է գլխավոր գմբեթը, որը նշանակում է աստվածային և մարդկային կապը։ Այն իր մեջ պարունակում է նաև զոհասեղանը, որը, ինչպես ասում են, Գրիգոր Լուսավորիչը տեսել է իր տեսիլքում։ Սուրբ Գայանե Սուրբ Գրիգորի երգչողական եկեղեցիները միասին ներկայացնում են հայկական վաղ քրիստոնեական ժառանգությունը, ճարտարապետական նորարարությունը, հայ ժողովրդի ամուր հավատքը, նրանց առկայությունը Վաղաշաբաթում այս վայրը դարձնում է ուխտագնացության վայր և հայկական կրոնի ու մշակույթի ինքնության անկյունաքարը։ Սուրբ Գայանե եկեղեցին, որը կառուցվել է 630 թվականին, անվանակոչված է Սուրբ Գայանե քրիստոնյա վանականուհու անունով։ Ըստ ավանդության, Գայանին Հռոմից Հայաստան է փախել մի խումբ վանականուհիների, ներառյալ Սուրբ Ֆիքսիմեի հետապնդումներից պաշտպանվելու նպատակով։ Նրանց գալը նշանավորեց քրիստոնեության տարածումը Հայաստանում։ Սուրբ Գայանեն իր հավատքին, հավատարմությանը և Հայաստանի թագավոր Կրթատ III հետ ամուսնությունը մերժելու համար նահատակվել։ Սուրբ Ֆիքսիմեի եկեղեցին, որը հայկական հնագույն կառույցներից է, կառուցվել է 615 թվականին, նվիրված է Սուրբ Ֆիքսիմեին, հայկական քրիստոնեության կարևոր դեմքերից մեկին։ Եկեղեցին հիշատակում է նրա հավատարմությունը, որի համար նա նահատակվեց, մերժելով թագավորի ամուսնության առաջարկը։ Սուրբ Ֆիքսիմեի եկեղեցու ճարտարապետությունը առանձնանում է խաչաձև կառուցվածքով և գմբեթավոր կառուցվածքով։ Այցելելով Էջմիածին, մենք վերագտնում ենք մեր արմատները, հպարտանում ենք մեր պատմությամբ ու վերանորոգում մեր հավատքը։ Այսօր փողի անսահման խաղաղությունը շարունակում է ոգեշնչել սերունդներին, փոխանցելով ավանդույթներն ու հավատքը դեպի ապագա։